Իրանը եւ Օմանը բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգ մշակելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերին Ռուսաստանի անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող միջազգային անվտանգության ֆորումի շրջանակներում։ Նրա խոսքով երկու երկրները որպես հարակից պետություններ քննարկում են նեղուցով անցման նոր մեխանիզմի ձևավորումը։ Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկը, որով անցնում է համաշխարհային նավթի զգալի մասը։ ԱՄՆ-ն որոշել է զգալիորեն կրճատել Եվրոպայում տեղակայված ռազմական ուժերի թիվը։ Wall Street Journal-ի տվյալներով ամերիկյան զորքերի մի մասը տեղափոխվելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, Չինաստանի զսպման ռազմավարության շրջանակում։ Խոսքը վերաբերում է Եվրոպայում ռազմական ներուժի մինչև 1/3-ով կամ նույնիսկ կեսով կրճատմանը, կախված զորատեսակից։ Փոփոխությունները կանադառնան ռազմավարական ռմբակոծիչների, հեռահար հարվածային ուժերի եւ օդային լիցքավորման ինքնաթիռների տեղակայմանը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի Եվրոպայում գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է. ԱՄՆ-ն մոտ ապագայում ամբողջությամբ չի հեռացնի զորքերը Եվրոպայից։ Հնդկաստանը հայտարարել է չի պատրաստվում դադարեցնել Ռուսաստանից զենքի ներմուծումը։ Հնդկաստանի խորհրդանի վերին պալատի անդամ Մեթիլեշ Կումարը նշել է. Նյու Դելին երկար տարիներ հաջող տեխնիկական համագործակցություն ունի Մոսկվայի հետ։ Նրա խոսքով Հնդկաստանը շարունակում է ռուսական զենքի գնումները եւ երբեք չի դադարեցնի այդ գործընթացը։ Նա նաեւ ընդգծել է, որ վարչապետ Նարենդրա Մոդին վարում է անկախ քաղաքականություն։ Բացի այդ, Հնդկաստանը ծրագրում է տեղայնացնել ինչպես ֆրանսիական Ռաֆել, այնպես էլ ռուսական Սուխոյ կործանիչների եւ անօդաչուների արտադրությունը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է Մեծ Բրիտանիա եւ Լեհաստանի միջև ստորագրվելիք պաշտպանական համաձայնագիրը ուղղված է Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով փաստաթղթում Մոսկվան բացահայտորեն ներկայացվում է որպես ռազմավարական սպառնալիք Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի եւ ՆԱՏՕ-ի համար։ Տուսկը նշել է, որ երկկողմ համագործակցությունը կենտրոնանալու է ռուսական սպառնալիքի պայմաններում անվտանգության ապահովման վրա։ Լեհաստանի վարչապետը նաեւ ընդգծել է, որ սա կարևոր շրջադարձային կետ է եվրոպական անվտանգության քաղաքականության մեջ։ Վարշավան փորձում է ամրապնդել երկկողմ պաշտպանական կապերը հիմնական դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի մեխանիզմներին զուգահեռ։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտարարել է Պեկինը կտրականապես դեմ է Կուբայի ինքնիշխանությունը խախտելու ցանկացած փորձի։ Նրա խոսքով Չինաստանը հետևողականորեն պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը եւ դեմ է ուժի սպառնալիքին։ Մաո Նինգը ընդգծել է Չինաստանը վճռականորեն աջակցում է Կուբային իր անվտանգության եւ ինքնիշխանության պաշտպանության հարցում։ Նա նաեւ հայտարարել է Պեկինը չի հանդուրժում այլ երկրների ներքին գործերին միջամտությունը։ Չինական կողմը կոչ է արել բոլոր պետություններին պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանից հրթիռ արձակվել դեպի հյուսիսային Իսրայել։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով հրթիռն ընկել է բաց տարածքում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Մի քանի շրջաններում հայտարարվել է օդային տագնապ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Եվրոպան ապագայում կարող է բախվել այնպիսի սպառնալիքների, ինչպիսին այժմ ունեն Բալթյան երկրները։ Նրա խոսքով անօդաչու թռչող սարքերի ներխուժումները կարող են դառնալ ընդհանուր եվրոպական խնդիր։ Նա նշել է. Այնինչ այսօր զգում են Բալթյան երկրները, վաղը կարող է լինել ամբողջ Եվրոպայում։ Նա ընդգծել է Եվրամիությունը մտադիր է ուժեղացնել անվտանգության համակարգը։ Հայտարարությունը հնչել է Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։ ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Խաղաղօվկիանոսի արևելքում թմրանյութերի տեղափոխմամբ կասկածվող նավակի։ Պենտագոնի հարավային հրամանատարության տվյալներով գործողության արդյունքում սպանվել է 1 մարդ, իսկ 2-ը ողջ են մնացել։ ԱՄՆ կողմը տեղեկացրել է ափային պահպանությանը փրկվածներին որոնելու համար։ Զինվորականների խոսքով նավը շարժվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով։ Հետախուզական տվյալները ըստ հայտարարության հաստատել են նավակի ներգրավվածությունը ապօրինի գործունեություններում։ Հյուսիսային Կորեայում փորձարկվել են նոր բազմաֆունկցիոնալ հրթիռային համակարգեր։ Հաղորդվում է, փորձարկումներն անձամբ հետևել է նախագահ Կիմ Չեն Ընը։ Ստուգվել են մարտավարական բալիստիկ հրթիռների մարտագլխիկները, 240 մմ կառավարվող հրթիռների նավիգացիոն համակարգերը եւ արհեստական բանականությամբ կառավարվող թեւավոր հրթիռների ճշգրտությունը։ Կիմ Չեն Ընը արդյունքները գնահատել է որպես կարևոր տեխնիկական առաջընթաց բանակի համար։ Նոր հրթիռային համակարգերը նախատեսվում է օգտագործել հարավային սահմանների մոտ տեղակայված ստորաբաժանումների կողմից։ Հայաստանի թանգարանների աշխատակիցները ատեստավորման արդյունքում կարող են աշխատավարձի բարձրացում ունենալ։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ այս տարվա հուլիսից ակնկալվում է թանգարանային աշխատողների միջին աշխատավարձի 50% աճ, ամսական մինչև 200,000 դրամ։ Հանրապետության օրվա նվիրված միջոցառումները կմեկնարկեն մայիսի 28-ին 09:30-ից, պաշտոնական մեկնարկը 10:00-ին։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ընտրակաշառքի հետ կապված գործի շրջանակում Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներ են ձերբակալվել, այս առնչությամբ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են։ Ընտրակաշառք տալու ստանալու դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ, նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ տնային կալանքը։ Ռուսաստանաբնագործարար և հասարակական գործիչ Փյունիկ ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը ֆինանսավորում է Նոր ուժ կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի և Միասնության թևեր կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի քաղաքական քարոզարշավները։ Առաջին անգամը չէ, որ իմ անունն օգտագործում են քաղաքական խաղերում, ուզում եմ ընդգծել, որ դա կատարյալ սուտ է ու բամբասանք, ես զբաղվում եմ բացառապես մարդասիրական ծրագրերով, որոնք որևէ կերպ կապված չեն քաղաքականության հետ, հայտարարել է Սողոմոնյանը։ Բաքվի ռազմական դատարանի վճիռը բողոքարկվել է ձգձգվող և քաղաքական գործընթացներին համապատասխանեցնող դատավարություն է։ Այս մասին ասել է Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հղած ուղերձում։ Նա Բաքվում իրականացվող դատավարությունն անվանել է հաշվեհարդարի դատավարություն։ Կարծում եմ հանրության համար էլ դա հասկանալի կլինի։ 2-3 ամիս երբ որ մենք այստեղ էինք դեռևս 2024 թվականի հունվար փետրվար ամիսներին, այն անդհատները պաշտոնական անձիկ, որ մեր հետ շփվում էին, հարաբերում էին, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանան Հայաստանի իշխանությունները։ Մենք նախ ուշադրություն չէինք դարձնում, զարմանում էինք, ինչպես կարող այդպես լինել, ինչպես մեր հայրենի իշխանությունները չէին ուզենա, որ մենք վերադառնանք անմիջականորեն, բայց այսօրվա տեսանկյունից արդեն ամեն ինչ պարզ է եւ հասկանալի։ Պաշտպանության նախարարությունը հերքել է վաղը մարզերից եկող ճանապարհները փակ չեն լինելու։ Համացանցում կեղծ տեղեկություններ են տարածվում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու։ Հայտնում ենք, որ նշված նապատեղեկատվություն է Հանրապետության հրապարակում, սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին, ասված է հաղորդագրությունում։ Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթացը շարունակվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, նշելով, որ Մոսկվան այդ մասին զգուշացրել է Երևանին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը մի շարք փոփոխություններով։ Առկա էին գաղափարական թերություններ։ Պաշտպանության նախարարությունն այսպես է հիմնավորել, թե ինչու են փոխել բանակի զինանշանը։ Նոր զինանշանի վրա պատկերված է Նիկոլ Փաշինյանի առաջարկած քարտեզը առանց Արցախի Հանրապետության։ Հայաստանը նոր վարկ կվերցնի համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համար։ Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստին։ 170.3 միլիոն եվրո վարկի գումարով կբարելավի տնտեսական մրցակցության մասին օրենսդրությունը, լրացուցիչ իրավական երաշխիքներ կընձեռվեն ներդրողներին։ Կընդլայնվեն նաև Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները, կանխելու գնային սպեկուլյացիաները և այլ հակամրցակցային գործողությունները։ Աշխատանքի մյուս ուղղությունը լինելու է կանաչ տնտեսության իրավական դաշտի կատարելագործումը, բիզնեսի համար կներդրվի ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելման ծրագիր։ Վարկը կտրամադրվի տարեկան մոտ 3.7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ Մայիսի 26-ին Հայաստանի արտահանվել Ադրբեջանում արտադրված ապրանք, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Հայաստան է ուղարկվել շենքերի և կառույցների ջերմամեկուսացման համար նախատեսված պոլիստիրոլային փրփուրե տախտակներ, 1 տոննա 497 կիլոգրամ ընդհանուր քաշով, 5911 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին Սպարտակ Ղուկասյանը 3 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է ամիսներ առաջ դատարանի դահլիճում հնչեցրած վիրավորական արտահայտության համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում, որը որակվել էր մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն։ Վարորդական իրավունքի զրկվածների Նիկոլ Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։ Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը։ Նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու, վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով 1 տարվա փորձաշրջան 6 տուգանային միավորով։ Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական 13 միավոր, վարելու իրավունքից երկրորդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խմացության պատճառով իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել վարորդական իրավունքը։
Մայիսի 29-ին ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Չկտաղ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կկատարվի թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերկությունն ու աղոթքը։ Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության եւ գերության մեջ գտնվող մեր զավակների, հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի, բարօր ընթացքի եւ ամենքի համար, հայտնել են Արագածոտնի թեմից։ Մայիսի 27-ին ժամը 08:30-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ըստ ախտական տվյալների գազաբալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ 2 անձինք վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ ՌԴԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանաբար կիսում է Բրյուսելի այն մոտեցումները, որոնք նրա խոսքով ուղղված են քաղաքացիների կյանքի վատթարացմանը, եթե իրեն նույնացնում է Եվրամիության եւ Բրյուսելի բյուրոկրատիայի հետ։ Հիշում եք, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական, ինչպես հիմա հասկանում ենք, գործնական նպատակը այն է, որ իրենց երկրների ու միության քաղաքացիները ավելի վատ ապրեն, ոչ թե ավելի լավ։ Եթե Նիկոլ Վովայի Փաշինյանը իրեն ասոցացնում է հենց բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, ապա հավանաբար ընդունում է նաև այդ մոտեցումները, ասել է Զախարովան։ Ըստ Զախարովայի, տարբերություն Եվրամիության ԵԱՏՄ-ում համագործակցությունը քաղաքականացված չէ, կառուցված է փոխադարձ հարգանքի ու հավասարության հիման վրա, ազատ շուկայի, ազնիվ մրցակցության եւ օրինականության սկզբունքներով։ Եվրամիությունը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մշակումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Մենք արդեն պատրաստում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիները զգան պատերազմի հետևանքներն իրենց առօրյա կյանքում, նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Նույնիսկ եթե Իրանը հանձնվի, կեղծ լրատվամիջոցները դեռ դա կանվանեն Թեհրանի փայլուն հաղթանակ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը հանձնվի, խոստովանի, որ իր նավատորմը ոչնչացված է եւ գտնվում է ծովի հատակին եւ իր ռազմաօդային ուժերը այլևս մեզ հետ չեն, եւ եթե նրանց բոլոր զորքերը դուրս գան Թեհրանից, զենքերը վայր գցելով եւ ձեռքերը բարձր բարձրացնելով, յուրաքանչյուրը վայրենաբար թափահարելով սպիտակ դրոշ ու գոռալով, ես հանձնվում եմ եւ եթե նրանց մնացած ողջ ղեկավարությունը ստորագրի բոլոր անհրաժեշտ հանձնման փաստաթղթերը եւ ընդունի պարտությունը հոյակապ Միացյալ Նահանգների մեծ հզորության եւ զորության առջեւ, ապա ձախողված New York Times-ը, China Street Journal-ը, կոռումպացված եւ այժմ անտեղի CNN-ը եւ կեղծ լուրերի մյուս բոլոր ներկայացուցիչները կհայտնվեն վերնագրերով այն մասին, որ Իրանը հասել է միակողմանի եւ փայլուն հաղթանակի Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Դեմոկրատներն ու մամուլը լիովին կորցրել են իրենց ճանապարհը, նրանք լիովին կորցրել են իրենց, նշել է ԱՄՆ առաջնորդը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն պետությունների ղեկավարները միմյանց շնորհավորել են Իդ ալ-Ադհա Սուրբ տոնի կապակցությամբ եւ Ադրբեջանի ու Իրանի ժողովուրդներին մաղթել են բարգավաճում եւ առատություն։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կրկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից երկրի համար դժվարին ժամանակներում տրամադրված մարդասիրական օգնության համար։ Իր հերթին նախագահ Համալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են, թե լավ, թե դժվարին ժամանակներում, ասվում է հայտարարության մեջ։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքի են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման եւ հեռանկարների վերաբերյալ։ Կիևի ռեժիմի նեոնացիզմը չափազանց վտանգավոր է Եվրոպայի համար, հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ էության Եվրոպայի կենտրոնում տեղի է ունենում նացիստական հանցագործների եւ համագործակիցների պաշտոնական պետական մակարդակով հերոսացում։ Ես չգիտեմ եվրոպական մայրաքաղաքներում դե ինչ որ մեկին դուր է գալիս թե ոչ, բայց մեզ դա ընդհանրապես դուր չի գալիս, ասել է մամուլի քարտուղարը։ Նրա խոսքով Կիևի ռեժիմը ցուցադրում է իր էությունը, իր շագանակագույն գույնը, եւ սա եւս մեկ անգամ ընդգծում է հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման հիմնավորվածությունն ու ճիշտությունը, հավելել է Պեսկովը։ Օդեսան կրկին պատրաստվում է պարագծային պաշտպանության, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի տարածաշրջանային հրամանատարությունը։ Օդեսան պատրաստվում է պարագծային պաշտպանության, ասում է Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության մեջ։ Ինչպես նշված է զեկույցում, տարածաշրջանում ավարտին է մոտենում բազմակիլոմետրանոց հակատանկային խրամատների եւ խրամատների կառուցումը, ինչպես նաեւ փշալարերի, վիշապի ատամների եւ այլ կառույցների տեղադրումը։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. Հյուսիսատլանտյան դաշինքը միաժամանակ անցկացնում է 7 զորավարժություն, որոնք բացահայտ ուղղված են ՀԱՊԿ երկրներին։ Շոյգուն պնդել է. Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժությունները բացահայտ հակառուսական բնույթ ունեն եւ ուղղված են Ռուսաստանի դաշնակիցների դեմ, առանց որևէ փորձի թաքցնել դրանց իրական մտադրությունները։ Այսօր միաժամանակ տեղի է ունենում 7 զորավարժություններ, հավելել է նա։ Ֆրանսիան մտադիր չէ տարհանել իր դիվանագետներին Ուկրաինայից, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրեն։ Դա բացառված է, ասել է նա պատասխանելով այդ մասին հարցին։ Միևնույն ժամանակ վերջինս հավելել է, որ արտաքին գործերի նախարարությունը շատ լուրջ է վերաբերում այս իրավիճակին, մեծացված գոնությամբ։ Իր 14 կետանոց կարգավորման առաջարկով Իրանը պահանջել է, որ Միացյալ Նահանգները ապասառեցնի իր 24 միլիարդ դոլարի արտասահմանյան ակտիվները, հաղորդում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը, հուղում անելով իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին։ 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի համաձայն Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի ակտիվները պետք է ապասառեցվեն ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում։ Թեհրանը պնդում է, որ այս գումարի կեսը պետք է փոխանցվի Իրանին փոխըմբռնման հուշագրի հրապարակումից անմիջապես հետո, իսկ մնացածը հաջորդ 60 օրվա ընթացքում, հայտնել է աղբյուրը։ Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված կայանալիք զորահանդեսի ընթացքում Հայաստանի բանակը կներկայանա նոր դաշտային եւ տոնական համազգեստով։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակիչների հետ հանդիպան ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ 2026 թվականի Հանրապետության օրը իր գնահատմամբ առանձնահատուկ կերպով է նշվելու։ Մեր ժողովուրդը այդ զորահանդեսից հետո խնջույք անելու տրամադրություն է ունենալու, որովհետև տեսնելու է իր նոր բանակը նոր համազգեստով, ռազմական նոր տեխնիկայով։ Ընդ որում ցուցադրվող ռազմական տեխնիկայի մի մաս օտարերկրյա արտադրության է, բայց շատ կարևոր մի հատված էլ Հայաստանի Հանրապետության արտադրության է, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Այսօր տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջև նախաստորագրվել է Թրամփ ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Ստորագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաեւ կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրինք նոր մակարդակի վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Մարկո Ռուբիոն էլ իր հերթին նշել է, որ շարունակում են զարգացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով, նշելով մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե հայերը, թե ամերիկացիները։ Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վարույթներով հանրային հաշվետվողականությունը հաշվի առնելով հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մայիսի 19 ընկած ժամանակահատվածում կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 57 քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշված վարույթներից 22-ով ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ։ 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մեղադրյալներից 49-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապված կալանք եւ տնային կալանք խափանման միջոցներ, իսկ 38-ի նկատմամբ այլ ընտրանքային խափանման միջոցներ։ 22 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարույթային գործողություններ, այդ թվում հարձակնվել է 200-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում։ 7 վարույթով նախաքննությունը 22 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ եւ դատարան ուղարկելու նպատակով հանձնվել է հսկող դատախազին։ Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել օրինապահ վարքագիծ եւ զգուշացնում, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները գտնվում են կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում, ասված է հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգները այլևս չի կարողանա մերձավոր արևելքի երկրները որպես վահան օգտագործել տարածաշրջանում իր ռազմական բազաների համար եւ չի գտնի իր համար ոչ մի անվտանգ վայր, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեին։ Մեկ բան հաստատ է, ժամանակի սլաքները հետ չեն շարժվի եւ տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները այլևս չեն ծառայի որպես վահան ամերիկյան բազաների համար։ Միացյալ Նահանգները ոչ միայն այլևս անվտանգ վայր չի ունենա իր խարդավանքների եւ ռազմական բազաների
համար տարածաշրջանում, այլև ամեն օր կորցնում է իր դիրքերը, նշել է գերագույն առաջնորդը։ Նա կոչ արել բոլոր մուսուլմանական երկրներին բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության բոլոր խնդիրները համատեղ լուծելու համար։ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, այն նշանակվել է հուլիսի 3-ին ժամը 14:00-ին, թե ինչ օրակարգով դեռևս հայտնի չէ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին ժամը 07:00-ից 12:00 փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամին, Ալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան, Տիգրան Մեծագաթան Գեղեցի Խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալիա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթան Գեղոս, Ագաթան Գեղոսն ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան Հանրապետության հրապարակ, ավտոճանապարհները։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներխուժել է Իրանի օդային տարածք և Թեհրանը իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլերի դիմել։ Նշվում է, ամերիկյան բանակը շարունակել է ագրեսիվ գործողություններն ու միջամտողական արկածախնդրությունը տարածաշրջանում, ներխուժելով Իրանի օդային տարածք Պարսից ծոցի շրջանում։ Իրանական կողմը հայտարարել է, պատասխան գործողությունների իրավունքը համարում է օրինական և բացարձակ։ Իրանի ռազմական կառույցի տվյալներով իրանական ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու սարքը, ինչպես նաև ստիպել են Իրանի օդային տարածք լքել F-35 կործանիչին և RQ-4 հետախուզական դրոնին։ Իրանի արձագանքը ԱՄՆ-ի կողմից երկրի հարավում նոր հարվածներին կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ աճի, հայտարարել է երկրի Խաթամ ալ-Անբիա ռազմական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։ Ամերիկյան կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ հասկանում է միայն ուժի լեզուն։ Պատրաստվեք $200 նավթի, ասել է խոսնակը։ Նրա խոսքով, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է ռազմական արկածները տարածաշրջանում, համաձայնության չի հասնի։ Առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում երկրի հարավային և արևելյան շրջանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 34 լիբանանցի, ևս 62 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոցներ։ Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 3685-ի, իսկ վիրավորների թիվը 9633-ի, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Առողջապահության նախարարությունը նշել է, փրկարարական խմբերը շարունակում են մաքրել ավերակները Նաբաթիեի նահանգի հարավային ռմբակոծված գյուղերում և Բեքհաա հովտում, ուստի զոհերի թիվը կարող է աճել։ ԿԺԴՀ-ի զինված ուժերը մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ են արձակել Տեղին ծովի ուղղությամբ, հաղորդում է Յոնհապ լրատվական գործակալությունը, հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Հրթիռները արձակվել են հյուսիսային Փհենգան նահանգի Չոնջու քաղաքի մոտակայքում։ Հրթիռները ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի դասակարգման ունեն ոչ ավելի քան 300 կիլոմետր հեռահարություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախորդ օրվա հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը։ Երկուշաբթի երեկոյան Ռուբիոնն և Լավրովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ես երեկ խոսեցի Լավրովի հետ և Պուտինը խնդրեց նրան խնդրել ինձ ուղերձ փոխանցել անմիջապես նախագահին, ինչը ես արեցի, ասել է Ռուբիոն լրագրողներին։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, Կալինինգրադի վրա հարձակման դեպքում Լիտվան կարող է դադարել գոյություն ունենալ։ Ջաբարովի հայտարարությունը հնչել է Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի խոսքերից հետո, ով նշել էր, որ ՆԱՏՕ-ի կողմից Կալինինգրադի վրա հնարավոր հարձակման գաղափարը պետք է ցույց տա Բալթյան երկրների վճռականությունը։ Լիտվացի դիվանագետը նաև հայտարարել էր, դաշինքը պետք է ցույց տա ռուսներին, որ ՆԱՏՕ-ն ունակ է ներխուժել Կալինինգրադի մարզ։ Ռուս սենատորի խոսքով Բուդրիսը մոռանում է, որ Կալինինգրադը Ռուսաստանի մաս է և նման սցենարը կարող է կործանարար հետևանքներ ունենալ հենց Լիտվայի համար։ Ջաբարովը նաև պնդել է, որ Արևմուտքը Բալթյան երկրներին օգտագործում է այնպես, ինչպես Ուկրաինային, որպես ծախսվող նյութ։
Ընտրություններից առաջ ազգային ժողովի վերջին նիստը չի կայացել։ Գրանցվել էր 5 պատգամավոր ուստիք որում չէր ապահովել։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ իշխանությունների օրակարգում եւ բանակցությունները դեռ շարունակվում են։ Նրա խոսքով Հայաստանը փորձում է հնարավորինս արագ զարգացնել ու վերակառուցել ենթակառուցվածքները տարածաշրջանում մրցակցային առավելություն ձեռք բերելու համար։ Գրիգորյանը ընդգծել է նաեւ, որ Երասխի եւ Ախուրիկի երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ բանակցությունները Մոսկվայի հետ շարունակվում են, սակայն աշխատանքներ կիրականացվեն նաեւ պետական բյուջեի միջոցներով։ Նա նշել է, որ խոսքը միայն երկաթուղու մասին չէ, այլ ընդհանուր ենթակառուցվածքային զարգացման ներառյալ թրիփ ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի։ Ըստ Գրիգորյանի, խորհրդային տարիներից հետո երկաթուղային ցանցի մի մասը չի օգտագործվել եւ մասնակիորեն կորցվել ու այժմ անհրաժեշտ է վերականգնել ամբողջական համակարգը։ Հայաստանի նպատակը նրա խոսքով այն է, որ տարածաշրջանային ապրանքներն ու ծառայությունները հիմնականում անցնեն Հայաստանի տարածքով։ Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվում է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր համակարգը, որը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող բեռներին։ Առանց ռուսաստանյան ներմուծողի կողմից նախապես ձևավորված փաստաթղթի եւ ստացված QR կոդի բեռի մուտքը Ռուսաստանի Դաշնություն կարող է չթույլատրվել։ Փաստաթուղթը պետք է ներկայացված լինի ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ավելացված արժեքի հարկի ապահովման վճար կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում։ Հայաստանի Հանրապետությունից արտահանողները պետք է ռուսաստանյան գործընկերներին ժամանակին տրամադրեն ապրանքի փաստաթղթերի փոխադրողի եւ մուտքի ամսաթվի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է նախապես համաձայնեցնել նոր կարգը գործընկերների եւ փոխադրողների հետ ուշացումներից ու լրացուցիչ ծախսերից խուսափելու համար։ ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի Հորմուզի նեղուցի եւ Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Լավրովը հայտարարել է, Ռուսաստանը շարունակելու է համակարգված հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք ըստ Մոսկվայի օգտագործում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների եւ որոշումների ընդունման համար։ Նա նաեւ ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ Կիևում ներկայացուցչություններ ունեցող երկրներին խորհուրդ է տրվում ապահովել իրենց դիվանագետների եւ քաղաքացիների տարհանումը։ Ռուբիոն եւ Լավրովը նաեւ քննարկել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի հաղթահարման դիվանագիտական տարբերակները։ Կողմերը անդրադարձել են նաեւ Կուբայի շուրջ իրավիճակին եւ հաստատել, պատրաստ են ակտիվացնել ջանքերը կարգավորելու ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանները, չնայած առկա տարաձայնություններին։ Եղանակը առաջիկա օրերին, մայիսի 28-ի ցերեկը 31-ի գիշերը առանձին շրջաններում, 29-ից 30-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 27-ին 28-ի գիշերը 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ից 28-ը կբարձրանա 3-ից 5 աստիճանով, 29-ից 30-ի ցերեկային ժամերին կնվազի 6-ից 10 աստիճանով։ Երևանում մայիսի 28-ի երեկոյան 29-ից 30-ի օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Մայիսի 27-ին 28-ի գիշերը 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։